Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Տարվա վերջին թողարկումն է եւ ամփոփենք 2025-ի Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ առհասարակ անվտանգային ոլորտում տեղի ունեցած իրադարձությունները։ Կարող ենք մի քանի մասերի բաժանել, բայց մինչ դա կուզեի խոսենք մի քիչ, քանի որ մեր իշխանությունը պարբերաբար արտաքին քաղաքականության ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին է խոսում, որքանով է Հայաստանին հաջողվել հասնել դրան եւ դա արդյոք գաղափարի իրագործում է ի վերջո տեղի ունեցել այն քայլերը, որոնք եղել են, թե արտաքին աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների արձագանք է ավելի շատ։ Կարծում եմ այո, ի սկզբանե այս քաղաքականությունը որդեգրվել է որպես արձագանք տեղի ունեցող փոփոխություններին եւ մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմին, բայց վերջին տարիներին կարծես թե վերջին առնվազն տարվա ընթացքում ավելի համակարգված բնույթ է ստանում, բայց այդ իրավիճակային եւ արձագանքման կոմպոնենտը այնուամենայնիվ գոյություն ունի, այսինքն մենք կարող ենք նկատել, որ նույն Միացյալ Նահանգներում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո արտաքին քաղաքականության մեջ էլ որոշակի փոփոխություններ տեղի ունեցան։ Եթե մինչև 2025 թվականը կարելի է խոսել արևմտակենտրոն դիվերսիֆիկացիայի մասին, որ այո մեծ հաշվով փորձում ենք արևմուտքի հետ ավելի լավ հարաբերություններ հաստատել, չնայած կային իհարկե բացառություններ, Հնդկաստանը, որը դարձել էր մինչ այդ ռազմատեխնիկական ոլորտում գլխավոր գործընկերը, ապա այս շեշտ արևմուտքի վրա այդքան էլ միանշանակ չէր այս տարվա ընթացքում, այսինքն մենք հիշում ենք, որ Հայաստանը ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու գործընթաց սկսեց Չինաստանի հետ, հայտ ներկայացրեց Շանխայի համագործակցության կազմակերպությանը անդամակցելու խոսակցություններ սկսվեցին Իրանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու մասին եւ Իրանի հետ առաջին անգամ անցկացվեցին համատեղ զորավարժություններ։ Ինչու են սրանք պայմանավորված օրինակ նույն Միացյալ Նահանգներում տեղի ունեցած փոփոխություններով, որովհետեւ նախորդ վարչակազմը շատ հարցերում բավականին զգայուն մոտեցում էր ցուցաբերում։ Օրինակ Իրանի հետ այդ նույն զորավարժության անցկացումը ես չեմ կարծում, թե հնարավոր կլիներ նախորդ վարչակազմի օրոք, որովհետև Հայաստանի կառավարությունը այնուամենայնիվ կարևորում էր հենց առաջին հերթին Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը եւ Բայդենի վարչակազմը այս հարցերում շատ հստակ կարմիր գծեր ուներ։ Նույն ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ տարբեր զինատեսակների ձեռքբերման առումով եւ Թրամփի վարչակազմի գալը նաև որոշակի մտավախություններ ստեղծեց, որ արևմտյան այդ նույն չափ ներգրավվածությունը չի լինելու նոր վարչակազմի դեպքում, խոսքը գնում է տարվա առաջին ամիսների մասին, միևնույն ժամանակ Իրանը փաստացի կարևոր խաղացող է գետնի վրա, որի հետ պետք է խորացնել համագործակցություն այն հարցերի շուրջ, որտեղ կա ընդհանուր շահ, բայց ֆորմալ առումով նաև դիվերսիֆիկացիան արևմտյան ուղղությամբ շարունակվեց, այսպես կոչված դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը մենք տեսանք, որ մի քանի երկրների հետ եւս ստորագրվեցին ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթեր, Եվրամիության հետ շաբաթներ առաջ ստորագրվեց այդ ռազմավարական օրակարգի վերաբերյալ փաստաթուղթը տարվա սկզբին դեռ մինչև Թրամփի նախագահության երթմնակալության օրը ստորագրվեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, այսինքն կարելի է ասել, որ այո, այս գործընթացը շարունակվեց, այո, այն ուներ իրավիճակային ինչ որ Իսկ դա լավ է թե վատ, այսինքն այդ դրամաբանությամբ առաջ շարժվելը։ Դե տես, դա բխում է անհրաժեշտությունից, այսինքն այն իրավիճակում, երբ դու ունեիր ինչ որ դաշնակցային հարաբերություններ ուժային կենտրոններից մեկի հետ, որոնք այժմ փաստացիորեն չեն գործում, ինչ պատճառներով, միգուցե օբյեկտիվ պատճառներով, միգուցե սուբյեկտիվ պատճառներով, բայց փաստացիորեն Ռուսաստանը վերջին տարիներին չի կարողանում կատարել այն գործառույթները, որը կարծես թե խոստացել էր կատարել։ Եվ այս իրավիճակում պարզ է, որ պետք է փնտրել ինչ որ իրավիճակային լուծումներ։ Պարզ է, որ այս փուլում մենք Հայաստանը հնարավորություն չի ունենալու Ռուսաստանի մակարդակի դաշնակցային, Ռուսաստանի հետ մակարդակի դաշնակցային նոր ինչ որ հարաբերություններ կառուցել որևէ խաղացողի հետ, բայց այս տիպի փաստաթղթերի ստորագրմամբ, դիվանագիտական շփումների ակտիվացմամբ, նաև քաղաքական երկխոսության ակտիվացմամբ փորձում են ինչ-որ չափով նվազեցնել ռիսկերը, բայց այստեղ իհարկե հարցային է ինչքանով է պրակտիկ գործնական առումով
Սա արդյունավետ օրինակ պարզ է, որ ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը ինչ որ չափով դռներ է բացում օրինակ նույն տնտեսական համագործակցության ոլորտում կամ տեխնոլոգիաների փոխանակման ոլորտում, միգուցե ներդրումների ոլորտում, բայց անվտանգային կոմպոնենտը այս ամենի մեջ իհարկե շատ ավելի չնչին է։ Օրինակ իդեպ մոռացանք նշել, որ Գերմանիայի հետ էլ փաստաթուղթ ստորագրվեց տարվա վերջում, բայց այս բոլոր փաստաթղթերը զուտ անվտանգային տեսանկյունից, նույնիսկ եթե անվտանգություն դիտարկում ենք ավելի լայն տեսանկյունով, ոչ միայն ռազմական տեսանկյունով, իհարկե այդքան էլ պարզ չէ, թե ինչքանով են փոխում իրավիճակը գետնի վրա։ Սկսենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ամփոփումից վերջին 1 տարվա ընթացքում, եթե փորձենք կարճ համառոտ ներկայացնել, վերջո ինչ տեղի ունեցավ, ինչ որ էական տեղաշարժ եղավ, թե չէ։ Տես տարին կարծում եմ բավականին մտահոգիչ զարգացումներով է սկսվում Հայաստանի համար։ Ադրբեջանը տարվա սկզբին բավականին կոշտացրել էր հռետորաբանությունը Հայաստանի հետ կապված հարցերում, մասնավորապես նույն Միջանցքի հետ կապված հարցերում, եւ սա եւս կարծում եմ պայմանավորված էր հենց Միացյալ Նահանգներում տեղի ունեցած փոփոխություններով, այսինքն ակնկալվում էր, որ Թրամփի վարչակազմը ավելի պրագմատիկ քաղաքականություն է վարելու, ինչը մեծ հաշվով նաեւ տեղի ունեցավ, կարող ենք դա էլ քննարկենք, բայց ընդհանուր առմամբ նաեւ ներգրավվածության աստիճանի վերաբերյալ երևի այդպիսի գնահատական կար, որ Վաշինգտոնը այլևս նույնչափ ներգրավված չլինելու հայ-ադրբեջանական հարցերում եւ հիշում ենք Ալիևի տարվա սկզբի այդ ասուլիսը տեղական լրատվամիջոցների հետ, որտեղ նա խոսում էր այն մասին, մեծ հաշվով անուղղակիորեն ասում էր, որ եթե պետք լինի ուժով էլ կվերցնենք Միջանցքը, դրան հաջորդեց մի շրջան, որի ընթացքում Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին զինադադարի ռեժիմը խախտելու մեջ միջպետական սահմանին եւ անընդհատ ինֆորմացիոն դաշտում, եթե հիշում ես, ամեն շաբաթ այդպիսի մեղադրանքներ էին հնչեցվում եւ ընդհանուր ընկալումը այն էր, որ Ադրբեջանը նոր էսկալացիայի համար հող է նախապատրաստում։ Այլ աղբյուրներից եւս կան տեղեկություններ, չգիտեմ ինչքանով ճշգրիտ, ինչքանով քաղաքական են այդ հայտարարությունները, օրինակ օրեր առաջ Ռուբիոնը եւս հայտարարեց, որ էսկալացիա է կանխել Թրամփի վարչակազմը, բայց ինչ որ չափի, այո, վտանգ կար նոր էսկալացիայի։ Այս իրավիճակով պայմանավորված, այսինքն այս նոր էսկալացիայի վտանգը պլյուս նոր վարչակազմը, որից չգիտես ինչ ակնկալես, Հայաստանի իշխանությունները գնացին զիջումների խաղաղության պայմանագրի օրակարգով, եթե հիշում ես, վերջին 2 չհամաձայնեցված կետերը համաձայնեցվեցին եւ մեծ հաշվով Հայաստանը ընդունեց Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցում եւ դրանից հետո ակտիվացավ նաեւ երկկողմ գործընթացը Աբու Դաբիի հանդիպումը հուլիսին, կարծում եմ կարևոր հանդիպումներ են առումով, որ առնվազն ինչ որ զարգացումներ տարբեր ուղղություններով նախատեսում էին նույն խաղաղության պայմանագրի տեքստի նախաստորագրումը դելիմիտացիան շարունակելու վերաբերյալ պայմանավորվածություն ամենայն հավանականությամբ, բայց իհարկե ամենաառանցքային պահը, որը կարելի ասել ոչ միայն տարին, այլ ընդհանուր առմամբ հետ պատերազմյան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին է խոսքը, հետ պատերազմյան շրջանը բաժանեց մինչև Վաշինգտոնյան գագաթնաժողովի այդ դինամիկան ու մթնոլորտը եւ դրանից հետո եւ Վաշինգտոնյան գագաթնաժողովը հենց կարծում եմ կարևոր է առաջին հերթին այդ առումով, որ այնուամենայնիվ ինչ որ չափով կայունացրեց իրավիճակը գետնի վրա։ Մենք օգոստոսից սկսած կարծես թե լուրջ քննարկումներ, լուրջ մտավախություններ չենք տեսնում, որ նոր էսկալացիա կլինի կամ Ադրբեջանը ուժ կկիրառի, եթե ադրբեջանական ճնշումը արդեն ավելի շատ կարելի է ասել վերբալ դաշտ է տեղափոխվել, այսինքն ավելի հայտարարությունների դաշտ, տարբեր նարատիվների պատերազմի դաշտ է տեղափոխվել, պլյուս այս մթնոլորտը իհարկե հնարավորություն ստեղծեց նաև ինչ որ արդեն փոխըմբռնման միջոցների իրականացման կամ փոխըմբռնման հաստատման միջոցների իրականացման համար այդ confidence building measures ասվածը նույն այս տարանցումը Ադրբեջանի տարածքով տարբեր ապրանքների վերջի զարգացումը այդ վառելիքի, դիզվառելիքի ձեռքբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանից, այսինքն մթնոլորտի առումով բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Թրիփը եւս բնականաբար թրիփի վերաբերյալ պայմանավորվածությունը կարևոր պայմանավորվածություններ, բայց այստեղ չնայած կարող ենք արդեն իսկ գնահատական տալ, որ որոշակի գործընթաց ընթանում է, օրինակ երկկողմ այդ խմբերը, հանձնախմբերը ստեղծվել են, հայ-ամերիկյան աշխատանք տարվում է, Միացյալ Նահանգները խոստացել են նույնիսկ առաջին փուլի համար որոշակի գումար հատկացնել, բայց մի շարք հարցերի պատասխաններ, ինչպես բազմիցս տարվա ընթացքում քննարկել ենք, դեռևս մենք չունենք,
ով է վերահսկելու ճանապարհը, ինչպիսի գործառույթներ ունենալու այդ ընկերությունը, ով է իրականացնելու սահմանային ստուգում եւ այլն, այսինքն երբ մենք ունենանք այդ ավելի դետալավորված փաստաթուղթը, որը օրերս վարչապետ Փաշինյանը նշեց, որ աշխատանք կատարվում է այդ ուղղությամբ, այն ժամանակ մենք կարող ենք արդեն դատել եւ համեմատել TRIP-ը նախորդ շրջանում օրինակ քննարկվող փաստաթղթերի հետ։ TRIP-ի շնորհիվ կամ պատճառով Միացյալ Նահանգներն է, հիմնականում գլխագրերում արտաքին հարաբերությունների հետ կապված, բացի սա, էլ ինչ հաջողություններ են այստեղ գրանցել կամ որքանով էր արդյունավետ Հայաստան-Միացյալ Նահանգներ գործակցությունը 2025-ի ընթացքում։ Այո, հենց տարվա սկզբին գլխավոր մտավախությունը այն էր, որ ստորագրվում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ հենց գնացող վարչակազմի հետ եւ շատերը մտավախություն էին հայտնում, որ նոր վարչակազմը այդքան էլ հետաքրքրված չի լինելու այս օրակարգով, որովհետեւ Հայաստանի ընդհանուր առմամբ Հարավային Կովկասը կենսական կարևորության տարածաշրջաններ չեն Միացյալ Նահանգների համար, հենց Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարելի է ասել դրական կողմերից մեկը Հայաստանի համար, իրականում նաև Ադրբեջանի համար։ Ես կարծում եմ Ադրբեջանի համար այդ գագաթնաժողովը առաջին հերթին հենց Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու տեսանկյունից էին կարևոր, բայց նաև Հայաստանի համար կարևոր է, որ Միացյալ Նահանգները եւս մեկ անգամ հանձն առան շարունակել հենց ռազմավարական գործընկերության խարտիայի օրակարգով զարգացնել հարաբերությունները տարբեր ուղղություններով։ Մենք գիտենք, որ մի շարք երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել եւ նաեւ այդ ստորագրված փաստաթղթերի արդյունքում հնարավորություններ են ստեղծվել նաեւ արդեն ավելի խոշոր ծրագրեր իրականացնելու համար, նույն այդ NVIDIA Firebird-ի ծրագիրը, եթե իրականացվի, օրինակ շատ լուրջ արդյունք կարելի է համարել նաեւ այդ երկկողմ հարաբերությունների բարձրացման։ Տարվա ընթացքում շարունակվել են նաև բանակցությունները, ինչպես հասկանում եմ, նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ 1-2-3 այդ պայմանագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ընթանում են, չգիտեմ հիմա ինչ փուլի են հասել, բայց ենթադրում եմ, որ հաջող են ընթանում, սա նշանակում է, որ Հայաստանը տեսականորեն հնարավորություն է ունենալու եթե ընտրությունը կանգ առնի ամերիկյան օրինակ տարբերակի վրա, հենց ամերիկացիների հետ փորձել կառուցել նոր ատոմակայանը ընդհանուր առմամբ իհարկե ամերիկյան ներգրավվածության առումով տարվա սկզբին շատ ավելի մեծ հոռետեսություն կար, այդ թվում նաև մենք նշում էինք, որ Միացյալ Նահանգները այդքան էլ չեն կարևորելու մեր տարածաշրջանը, սա ընդհանուր առմամբ կարծում եմ այդպես է, մենք քննարկեցինք նաև վերջերս հրապարակված նոր փաստաթուղթը ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ Հարավային Կովկասը ոչ էլ Մերձավոր Արևելքը ու նույնիսկ ոչ էլ Եվրոպան չեն համարվում կենսական կարևորության տարածաշրջաններ, բայց իհարկե այդ գործարքային բնույթը Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի տրանզակցիոն բնույթը հնարավորություն է տալիս այս տիպի ծրագրերի իրականացման համար, TRIP-ի համար կամ փոքր ջանքերով նախագահի անձնական ներգրավվածությամբ ինչ որ խաղաղության պայմանագրերի ստորագրման ինչ-որ ադմանտիպալ փաստաթղթերի ստորագրման համար ընդհանուր առմամբ եթե մենք համեմատենք մեր ակնկալիքների տարվա սկզբին հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ եւ հիմա կարծում եմ այնուամենայնիվ իրավիճակը տարվա վերջ ավելի լավատեսական է երևում, քան տարվա սկիզբ։ Այս համատեքստում հետաքրքիր է Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխությունը, ավելի շատ пассивություն կարող ենք ասել, սա մեզ Հայաստանի իշխանություններին հատկապես որ անդադ խոսում էին այդ կախվածությունից ազատվելու մասին, այդ ազատությունը ինչ որ չափով տվել է, թե ինչ որ նոր անորոշություն է։ Դե գիտես, եթե մի քիչ ավելի հեռուն նայենք, ոչ ռուս-ուկրաինական պատերազմին, այլ ասենք 10 տարի անց կամ 5 տարի անց։ Մենք էլի բազմից նշում էինք այս պարադոքսի մասին, երբ ռազմաքաղաքական ոլորտում հարաբերությունները վատթարանում էին, բայց տնտեսական եւ առևտրային փոխգործակցությունը մեծանում էր եւ նախորդ տարի այս հանգամանքը շատ ավելի ընդգծված էր, երբ առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ շատ բարձր պատմական ինչ-որ մակարդակների է հասել, այս տարի մի քիչ նվազել է, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր եւ ամենակարևոր առևտրային եւ նաեւ տնտեսական գործընկերը եւ այստեղ
չնայած նախորդ տարվա համեմատ որոշակի բացասական դինամիկա կա, բայց միջև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի պահը, եթե համեմատում ենք, աճը շարունակում է գոյություն ունենալ, եւ հայ-ռուսական հարաբերությունները 2025 թվականին կարելի է հենց տնտեսական գործոններով առաջին հերթին նկարագրել, այսինքն տնտեսությունն է դարձել ամենակարևոր գործոնը հայ-ռուսական հարաբերություններում։ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, քան օրինակ հապկ անդամ։ Հապկում մենք տեսնում ենք, որ փաստացիորեն սառեցված է Հայաստանի անդամակցությունը, բայց կարծես թե շատ լուրջ քայլեր Ռուսաստանի կողմից այս հարցով չկան։ Մի քանի դրվագի վրա ես կցանկանայի ուշադրություն դարձնել, երբ էր նկատվում, որ Ռուսաստանի համար հենց այդ տնտեսական առևտրային փոխգործակցությունն է այս փուլում կարևոր, երբ Հայաստանում սկսվեցին այս բոլոր խոսակցությունները այն մասին, որ Եվրոպական միության անդամակցության ուղի ենք բռնում, այդ հայտնի օրենքը ընդունեց եւ այլն, անդադ ռուս պաշտոնյաները հանդես էին գալիս հայտարարություններով, շեշտելով հենց Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում, շեշտելով Հայաստանի կախվածությունը տնտեսական Ռուսաստանից, եւ այս իրավիճակը շարունակել է գերակայել նաեւ այս տարվա ընթացքում, բայց ինչպես նախկինում նշել էինք, այստեղ հետաքրքիր զարգացումը այն է, որ խոսքը ոչ միայն Հայաստանի կախվածության մասին է արդեն Ռուսաստանից, այլ խոսքը նաև այն մասին է, որ Ռուսաստանի համար էլ Հայաստանի պես փոքր երկրների հետ հարաբերությունները այս փուլում կարևոր են։ Այս ամենը պայմանավորված է արևմտյան պատժամիջոցներով եւ Ռուսաստանի ջանքերով դիվերսիֆիկացնել իր տնտեսությունն ու առևտուրը եւ Հայաստանի միջոցով օրինակ այլ երկրների հետ առևտուր անելը կամ Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստան ներկրում կազմակերպելը հիմա Մոսկվայի համար կարևոր է։ Դժվար է ասել, թե ինչ կլինի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո, շատ բան կախված է լինելու նաեւ թե ինչպես է այդ պատերազմը ավարտվում, ինչպիսի պայմաններով, արդյոք Եվրոպական միությունը օրինակ պատժամիջոցների մի մասը հանելու է Ռուսաստանից, թե ոչ, Միացյալ Նահանգների երկարաժամկետ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ ինչպիսին է լինելու, մենք տեսնում ենք, որ Թրամփի վարչակազմը կարծես թե հակված է ավելի գործընկերային հարաբերություններ վերահաստատել Ռուսաստանի հետ եւ ավելի պրագմատիկ դաշտում փորձել համագործակցել ռուսների հետ, կենտրոնանալով ամբողջությամբ Չինաստանի բխող մարտահրավերների վրա, բայց այս գործոններից է կախված լինելու նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ապագան։ Մեկ հանգամանք, որ պետք է հաշվի առնենք եւ կրկին վերադարձ կատարելով Միացյալ Նահանգների նոր ռազմավարությանը, ազգային անվտանգության ռազմավարությանը, այն է, որ կարծես թե նոր վարչակազմը ընդունում է, որ ժամանակակից աշխարհը մեծ տերությունների մրցակցության աշխարհ է, ոչ թե, այսինքն ընդունում են, որ այդ միաբևեռ աշխարհակարգը, որը հաստատվել էր Սառը պատերազմի ավարտից հետո, այլևս չկա եւ կան պարզապես մեծ տերություններ, որոնք ունեն իրենց ազդեցության գոտիները։ Ռուսաստանի պարագայում Միացյալ Նահանգների այս վարչակազմի տեսանկյունից վստահաբար այս մեր տարածաշրջանը, ինչպես նաև մի քանի այլ տարածաշրջաններ Ռուսաստանի ազդեցության գոտիներ են, եւ այստեղ վտանգը այն է, որ պարզապես դա ֆիքսվելու է, դա արձանագրվելու է եւ Ռուսաստանը շատ ավելի մեծ տարածություն է ստանալու, շատ ավելի մեծ հնարավորություններ է ստանալու այս տարածաշրջաններում գործելու։ Եվ Եվրոպական միության մասին խոսենք, առհասարակ մի քիչ ավելի ստվերում է մնում, հա, թեև ինչ որ քաղաքական գործակցության քայլեր եղել են այս տարի։ Այո, կարծում եմ, եթե խոսում ենք հարաբերությունների խորացման մասին, հենց եվրոպական ուղղությամբ ամենալուրջ արդյունքները գրանցվել են։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հայաստանի ԵՄ հարաբերությունները պատմականորեն հիմա ամենաբարձր կետում են գտնվում եւ վերջերս ստորագրված փաստաթուղթը նաեւ այդ մասին է խոսում, որտեղ ներառված է օրինակ նաեւ անվտանգային կոմպոնենտ առաջին անգամ, վերջերս նաեւ հայտնի դարձավ, որ այս տարի եւս եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանի աջակցությունը է հատկացվելու 20 միլիոն եվրոյի չափով, սա ավելի շատ սիմվոլիկ իհարկե աջակցություն է, բայց քաղաքական առումով նշանակալի։ Իմ կարծիքով գլխավոր փոփոխությունը այս տարի տեղի ունեցել հենց Բրյուսելում, իրենց հաշվարկներում տարածաշրջանի վերաբերյալ եւ իրենց մտածողության մեջ տարածաշրջանի վերաբերյալ։ Այսինքն այս տարի ամբողջովին պարզ դարձավ, որ Վրաստանը շեղում է այդ եվրոպական արևմտյան ուղուց եւ եվրոպացիները, որոնք տասնամյակներ շարունակ ռեսուրսներ են ներդրել Վրաստանում որոշակի փոփոխությունների հասնելու համար, հիմա կանգնել են մի իրավիճակի առջև, որ այդ բոլոր ռեսուրսները կարծես թե իզուր են ծախսվել եւ հիմա Հայաստանը կարելի է ասել Եվրամիության համար դառնում է նոր Վրաստան, այսինքն միակ երկիր Հարավային Կովկասում, որի հետ կարելի է սերտորեն համագործակցել, որը կարելի է ասել որոշակի հարթակ է
տրամադրում նաև Հարավային Կովկասում ներկայացված լինելու համար։ Եվ սա ունի ինչպես դրական կողմեր, այնպես էլ բացասական կողմեր։ Դրականը այն է, որ այո, այս խոշոր ներդրումային ծրագրերը, տարբեր դրամաշնորհային ծրագրերը շարունակվելու են եւ քաղաքական առումով Հայաստանը ավելի ընկալելի է լինելու Եվրոպական միությունում, բայց բացասական կողմը, որը արդեն իսկ տեսանելի է, այն է, որ կարծես թե եվրոպացիները սկսում են կրկնել նույն սխալը, ինչ արել էին Վրաստանում։ Այսինքն այս կառավարությանը դիտարկում են որպես միակընդունելի քաղաքական ուժը Հայաստանում, որը կապահովի Հայաստանի հենց եվրոպական ընթացքը ու նաև ինչ որ չափով Ռուսաստանից դիստանցավորման այդ գործընթացքը, այդ իսկ պատճառով մի շարք խնդիրների վրա աչք են փակում։ Այսինքն Եվրոպական միությունը սկսել է Հայաստանին նայել առաջին հերթին աշխարհաքաղաքական ակնոցներով։ Միգուցե նախկինում եւս այս կոմպոնենտը կար, բայց այս տեսակ ընդգծված չէր եւ հիմա մեծ հաշվով Ռուսաստանի հետ դիմակայությունը, Ռուսաստանի զսպման քաղաքականությունը ամենակարևորն է դարձել, սա կարծում եմ երկարաժամկետ կտրվածքով իմիջային լուրջ կորուստներ է հասցնելու Եվրոպական միությանը, որովհետև Եվրոպական միությունը ի սկզբանե ստեղծվել էր որպես արժեքների շուրջ ստեղծված միավորում, գաղափարի շուրջ ստեղծված միավորում, ideational union անգլերեն ասում են, այսինքն գաղափարն է ավելի կարևոր, այլ ոչ թե աշխարհակական ինչ-որ շահը, եւ հիմա կարծես թե շեղում են նրանք այդ ճանապարհից։ Հայաստանի ներսում Եվրոպական միության վերաբերյալ խոսակցություններ ու նաև վերաբերմունքը կարելի է երկու մասի բաժանել։ Առաջինը դա այն իրական զարգացումներն են, որոնք տեղի են ունենում, այսինքն հարաբերությունների սերտացումը, տարբեր հնարավորությունների մեծացումը, այդ թվում նաև Եվրոպական միության ներգրավումը տարբեր ծրագրերի, այդ թվում նաև TRIP-ին օրինակ, վերջին ամիսների ընթացքում ակտիվ քննարկումներ նաև այդ թեման։ Մյուս կողմից էլ կա խումբ Հայաստանում, որը արհեստականորեն մեծացնում է ակնկալիքները հենց եվրոպական ուղղությամբ ինտեգրացիայի հարցով։ Այդ նույն օրենքը, որը ընդունվեց, հստակ է, որ պոպուլիստական ինչ-որ քայլ է, նախընտրական քայլ է, պարզ է, որ Հայաստանը մոտ ապագայում նույնիսկ պաշտոնապես չի դիմելու Եվրամիության արտահայտության համար, պարզ է, որ Հայաստանը մոտ ապագայում դուրս չի գալու Եվրասիական տնտեսական միությունից, իսկ երկուսը համատեղելի չեն, որովհետև տարբեր մաքսային միություններ են։ Եվ մենք ապրում ենք այս զուգահեռ իրականությունների արանքում։ Մի կողմից իրական աշխատանք, որը տարվում է, հարաբերությունների իրական խորացում, մյուս կողմից էլ հասարակության մոտ ինչ որ անհիմն եւ թյուր ակնկալիքների ձևավորումը, ինչ կարող է կրկին երկարաժամկետ կտրվածքով վնասել հենց Եվրոպական միության շահերին եւ նաեւ Եվրոպական միության վարկանիշին Հայաստանում։ Եվ զրույցն ամփոփելով ընդհանուր առմամբ այս բոլոր կարևոր իրադարձությունները հաշվի առնելով 2025-ը ինչպիսին էր, ինչ որ իրական արտաքին քաղաքականության առումով իրական դրական քայլեր, գործնական քայլեր եղան կամ կսպասվեն այն գործողությունների իրադարձությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել, թե էլի ակնկալիքների կամ հույսերի դրամաբանության մեջ է ամեն ինչ։ Եթե անվտանգության մասին ենք խոսում, կարծում եմ ի համեմատ նախորդ տարիներին քիչ թե շատ հանգիստ տարի է եղել, այսինքն այնուամենայնիվ էսկալացիայի լուրջ վտանգներ կարծես թե գոյություն չեն ունեցել կամ էսկալացիա մեծ հաշվով տեղի չի ունեցել։ Եվ սա կարևոր է այն առումով, որ Հայաստանը ինչ որ չափով նաև շնչելու ժամանակ է կարողացել շահել ու նաև տարածություն ապագա զարգացումները կախված են լինելու մի շարք գործոններից, կրկնում եմ, որ նույն TRIP-ի հետ կապված խնդիրները մենք կարող ենք քննարկել, երբ արդեն դետալների վերաբերյալ պայմանավորվածություններ լինեն։ Ընդհանուր առմամբ կարելի է այնուամենայնիվ տարին ավելի դրական լույսի տակ դիտարկել, քան բացասական, զուտ նաև այս պատճառով, որ անվտանգային լուրջ խնդիրներ կարծես թե գոյություն չեն ունեցել ու նաև հնարավոր ռիսկերի մասին, եթե փորձում ենք խոսել արտաքին քաղաքականության տեսանկյունից նշեցինք, որ որոշակի զարգացումներ, որոշակի ակտիվություն կա արտաքին քաղաքական ուղղությամբ, այստեղ ամենակարևորը իհարկե ձևով չխաբվել եւ փորձել բովանդակային առումով հասնել այնպիսի լուծումների, այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի դիմադրողականությունը կմեծանա, երբ Հայաստանի անվտանգությունը կամրապնդվի ու նաեւ հնարավորություն կստեղծվի տնտեսապես զարգանալ, շփվելով բոլոր ուժային կենտրոնների հետ եւ չդառնալով նաեւ այդ դիմակայության մաս։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։